Ողջույն իմ շատ սիրելի եւ հավատարիմ հետևորդներ ջան, ուրախ եմ ձեզ տեսնել իմ YouTube-յան ալիքում։ Հուսով եմ լավ եք եւ ձեզ հետ ամեն ինչ կարգին է։ Մենք նույնպես լավ ենք, մեզ հետ ամեն բան կարգին է։ Այսօր ազատ ժամ ունեմ ու անցած վլոգից կհիշեք, որ մաքրություն էի արել ու կիսատ էր մնացել։ Հիմա դա կշարունակենք միասին։ Եղանակը այստեղ շատ լավ է, թեթև արև կա դեռ։ Առավոտյան ձմռան սառը շունչը զգացվում է ամեն դեպքում, բայց եղանակը շատ լավ է։ Այդպես սիրելիներս, դες լավ օր եմ մաղթում, բարի դիտում եմ մաղթում, հաճելի դիտում եմ մաղթում, այսպես դուրսը արևոտ, սպասում եմ Արտուշի վերադարձին։ Պետք է Արտուշը վերադառնա դասից, հաց ուտի, մի փոքր հանգստանա ու գնա դասապատրաստումների։ Գնացինք, սկսում ենք մեր մաքրությունը։ Հիմա ցույց տամ, թե ինչ պետք է անեմ, պետք է խոհանոցում մաքրեմ այս դարակը, որը խառնաշփոթի է վերածվել։ Երեխեքը, որ բաժակ բան են վերցնում, լրիվ խառնել են իրար, դասավորություն չկա, մի խոսքով։ Այստեղ այս բաժակները պետքա դասավորեմ, այստեղ այս թեյի բաժակներն է խառնաշփոթ, մի խոսքով այստեղ պետքա մի հատ նորմալ սիրուն ձևի կարգի բերել եւ դրա համար ինչ է հարկավոր մարդ, որը պետք է մաքրի եւ կլինեմ դա ես։ Գնացինք։ Հիմա ուզում եմ դուրս բերեմ այս ամենը, մի լավ լվանամ, թողնեմ չորանա, միջև ես ներսը լավ կսրբեմ, արդեն չորացած կլինի, կսկսեմ դասավորումները կատարել։ Վերջ ամբողջը դատարկել եմ, վերցրել եմ մի հատ նոր սպունգ ու պետքա մի հատ ստեղ փրփրով մաքրեմ, հետո նոր կպարզաջրեմ, կչորացնեմ, այդպես։ Այստեղ ապակիներն էլ այսպես փրփրով մաքրեցի, հիմա պարզաջրեմ ու մնացած գործողությունը կատարեմ։ Վերջացրեցի դարակի մաքրությունը, հիմա ցույց տամ, թե ինչ եմ արել։ Այստեղ սիրուն դասավորեցի այսպես, այս հետևի բաժակները 30 տարվա կյանք ունեն, հենց ինչ սիրուն է։ Այստեղ էլ սենց է։ Այստեղ այս շորը դրել եմ, որ երեխեքը բաժակ բան օգտագործեն, խոնավ չդնեն, մեր բելին փչացնեն։ Այստեղ ուրիշ բաներ եմ դնելու, դրա համար ազատ եմ թողում։ Եվ հաջորդը դա այստեղ մեր ամենօրյա օգտագործման բաներն ենք դնում, այս վերևի մասն եմ մաքրել, հիմա մի հատ այս բաժակները ներքևի պետքա այստեղ սիրուն դասավորեմ։ Սիրելիներս, վերևի այս հատվածը այսպես գեղեցիկ դասավորեցի, էլի այստեղ ինչպես տեսնում եք սրբիչ եմ դրել ու նոր շրջել բաժակները, այս ներքևի մասն էլ մեր առօրյա օգտագործելու հավսեներն ու բաժակներն են։
Այսօր որոշեցի հաճարով և մսով փլավ պատրաստել, ինչպես տեսնում եք, նախապես ջրի մեջ եմ դրել։ Հավը նախապես եփել եմ, պատրաստ է։ Հիմա մնում է առանձին հաճարն եմ եփում։ Մի փոքր, քանի որ հաճարը ավելի ուշ է եփում, քան միսը, դրա համար եմ միսը նախապես եփել։ Հիմա մի փոքր այսպես կեփի, մեջը մի փոքր կարագ եմ ավելացրել, բուսայուղ, աղ, մի փոքր կեփի ու հավի միսն էլ կավելացնեմ, մի փոքր էլ հավի մսով կեփի ու այդպես պատրաստ է։ Հաճարով փլավս պատրաստ է։ Սիրելիներս, հələ նայեք համեղությունը, այսպես կտորները մնացել է, չեմ թելթել չեմ արել, բայց եթե դուք ուզում եք կարող եք թելթել անել։ Օխ, մեծ բարի ախորժակ։ Մեր խոհանոցը գտնվում է հիմա ոչ բարեկարգ վիճակում, այստեղ հատակներն էլ պետքա մաքրեմ, մի խոսքով մի հատ գրանոց է այստեղ։ Հիմա ափսեները պետքա լվանամ, որից հետո սկսեմ այստեղի լավ խորքային մաքրությունը հատակի։ Այստեղ վերջացրեցի արդեն, ափսեները չկա, մաքուր է։ Այս մակարոնեղենից դարակն է, այստեղ ես մակարոնեղենն եմ դնում, շատ վատ վիճակում է գտնվում։ Հիմա մի լավ սրբեմ, մաքրեմ ու դասավորեմ։ Այստեղ մի փոքր կարգի բերեցի, որը պետք չէր գցել եմ, որն էլ պետք էր, ասենց սիրուն դասավորեցի։ Այստեղ էլ թթուներիս բանկաները փոխեցի, փոքրացրեցի։ Այս գազօջախից ցանցը, հա, սետկան յուղոտվել է, գոյություն ունի այսպիսի մաքրող միջոց, որը հավանում եմ ու սրանով հիմա մաքրելու եմ։ Վերցրել եմ այսպիսի մի հատ տոպրակ, ես սրանով աղբա եմ էլի թափում, սև տոպրակ, մի խոսքով ինչ տոպրակ որ ուզում լինի, այդպես։ Հիմա ցանելու եմ վրան, մի քանի ժամանակ անցնի ու սկսեմ մաքրելը, դաժե մաքրելու բան էլ չի թողում, ուղղակի պետքա մի հատ սպունգով մաքրես ու վերջ։ Գովազ չեմ անում, էլի իմ կարծիքն եմ ասում, շատ լավ բան է, կարող օգտագործեք, մենակ այսպիսի բաների համար չի, դուխովկաների համար է, մի խոսքով գազօջախի համար է, տարբեր բաների համար է, ժողովուրդ, կաֆելի համար է, եփ այսպես անեմ, թող այս մասը երևա, տեսեք, այդքան է, այսպես եմ անում, մի լավ, մի րոպե այսպես լույսը միացնեմ, որ այս մասերով, մի լավ հեղուկ եմ լցնում, առանց խնայելու, լավ մաքրում է ու հետո ջանք չենք գործադրում։ Այսպես ենք անում։ Այսպես։ Դա էլ այսպես։ Սա էլ այսպես ենք մաքրում։ Նայեք սիրելիներս, այսպես մի լավ ծածկեցի, փակեցի, այս լավ մի քանի ժամ կմնա, որից հետո արդեն կսկսեմ մաքրելը։ Կլվանամ էլի, այսինքն լվանում եմ ու վերջ։ Ինքը յուղերը արդեն հանած է լինում։ Որոշել եմ, որ հատակն էլ պետք է մաքրեմ, հիմա այս մասը հեղուկ եմ ցանել, մի տեսակ արդեն դեղնություն ա տվել,
Այդպես պետք է ամբողջը այս անկյուններով մաքրեմ, փայլացնեմ։ Այս պատն էլ լվացա, մաքրեցի, մաքուր, հատակը լավ լվացա, բոլոմա, այդպես։ Ստեղ մաքրած մի վիճակը արդեն, մնում է այս մասը մի հատ է մաքրում եմ, այս դրանդեմի հատակի շորը մի հատ լավ լվանա, մաքրեմ ու վերջ։ Որոշեցի, որ լոգարանի դրանդեմի շորն է պետք է մաքրեմ, մի թեթև ուղղակի այսպես ափսեի հեղուկ եմ լցնում, ոչ մի բան չի լինի, ընթացքում այսպես մի փոքր ջրով մաքրեմ, չոտկայով, բան չի լինի։ Անցա գործի։ Չէ, մեջը քապ չկա, գոման է։ Չէ, կարավոր է։ Ես եմ ոտել պա։ Վայ, ան ուսկին առաջին աներ։ Արաս բե։ Մամա, նա ինչ կա, լարի։ Ամչ։ Մամա։ Ստեղ մի լավ լվացի, վերջացրեցի։ Սա է լվացած մաքուր սիրուն, այսպես։ Սիրուններս, ինչպես նկատեցիք, մենք տանը չենք, մեր սանիկի տանն ենք, մեզ հյուրընկալել էին խաշ ուտելու։ Այստեղ կադրեր եք տեսնում, որտեղ երեխաները ուրախանում են, պարում են, խաղում են, մի խոսքով ուրախանում են երեխաների ուրախությունով։ Ուզում եմ ծանոթացնել Սուրենչոյի հետ, նա տան ամենափոքր երեխան է, բոլորիս ուրախությունն է։
Սիրուններս այնքան լավ երաժշտություն ենք լսում, շախով, շուխով, չեք պատկերացնի, պարզապես չեմ կարող այդպես ձայնայինով, հա, երաժշտությունը դնել, քանի որ YouTube-ը հնարավոր է, որ բլոգի, այդ իսկ պատճառով առանց երաժշտության եք նայում։ Հիմա մի փոքր այս ուրախությունից կտրվենք, գնանք խոհանոց և տեսնենք, թե մեր շատ սիրելի Գայնեն ինչեր է պատրաստել։ Դե ինչ, գնացինք խոհանոց։ Գեղեցկություն և համեղություն։ Այստեղ քաբաբի ֆարշ է։ Մարդ պետք է սենց սանիկներ ունենա, եկեք մեկի խաշի գործի ենք։ Սիրուն։ Ինձ նկարի, կաստրուլկեն մի նկար, մի քիչ հեռու գնա։ Նստել ենք արդեն խաշի, բոլորիս բարի ախորժակ։ Այստեղ Ռաֆոն կրակ է վառում, որպեսզի քաբաբները պատրաստի։ Ռաֆո, գալիս եմ նկարեմ, ոչինչ։ Ոչինչ։ Если вор անգնիշ կլինի։ Էդի որ Մի արա, յա։ դե ներքև ավտոմետ մեկ դժվարացի։ Ո՞ր կջարցվի։ Էսի նորից չի զարմի։ Լալալա։ Նշի։ Աու։ Բայց կրակը ուժեղ չի։ Դες պիտի։ Արեցի գրեչը չի։ Սիստեմը մնում, էսի ցույց չենք տալիս։ Ժամերից որին եմ կապ դրել, լսի։ Էսի ախորությունն է։ Այգոյի։ Այո։ Արա, էսի բանինն է, էսի գաուշինը։ Էսի մամայիդ եմ բերել։ Լսի, էսի քոնը։ Կապուտ ֆոնա։ Սիրում, բայց չգիտեմ, հավան ես, թե չէ։ Իրան մեջի բանով։ Էսի իրիկունն են սիրուն ալնա, ես քարերը պայում ա, բայց մեջի դելուսը չի վարում, ինգերա մեջի ֆոնը կապուտ ա, էսի է բանով ա։ Երեխոն նկարի, նկամ ես չանել։ Դու ապրես։ Չգիտեմ քո սրտով ա, քո սրտով չի, հավանում ես, թե չես հավանում։ Հավանում ես։ Բաները կպոքես դե վերևան ցուցարացիաներ կա, էլի որ ինքը այտենց, էսի ախորին, դա չեսի գալշիկին, էսի ախորին չեմ ուզում որ Արտուշը բանանի, էսի ախորտ եմ բերել, այս սենց ռեզինով չկար քոնի համար որ կապուտը բերեմ, համել ասին տենց սիրում չի մի, ամել լավ ասին, բայց էսին ենց հավոր, ալի, սիրում, նույնից, հա? Չէ, էսի խես բա ուր այրավրի բաները, էսի սաղ բանով ժամով ամեն չավ թզացավ, Ճիշտ է։ հա, ուղղակի ես կպատենց հեղավ, ժամը արման հոպա դզելը, դա էտի հանի էսի կապի, դրա վրա բան չկա, գնապ կո ժամը չի երևում, չէ, կա, էտի կա, դե ուզում ես ես է պահի, հա, Էդ էլ ձեռին կա։ չէ, լավ, ես է կեզ կյանքս, լավա, դուրդ գալսա, հա, դե լավա որ դուրդ գալսա, դե կաղա փոշմանի դուրդ չկար, տանեի դենս մի հատ նասկի բերեք ես, ժամը մնա թե նասկի, ժամը, գիտեմ որտեղ այ ժամ է սիրում, մեր Արտուշն է ունի, այս է կեզ, ան, դե պայի որտեղ է թա սիրուն Արտուշն մա կա, յուրերուն ես, հա, հաստատ, այդ ինչ ես անում, ուտում ես, ինչ ես ուտում, Սեմշկա։ ինչ ես ուտում Սուրեն չո, Սիմուկա ասում սեմշկա։ Սիրելիներս մենք արդեն տուն ենք վերադարձել, լավագույն օրերից մեկն էր այսօր,
Լավ ժամանակ անցկացրեցինք, ուրախացանք, մի խոսքով արդեն տանն ենք։ Երեկոյան համեղ ճաշ եմ պատրաստել, վերմիշելով սուպիկ։ Գազանային սիրուն է երևում մեջը։ Աղցան եմ պատրաստել 1000-ով, կաղամբով, լոլիկ, վարունգ, պղպեղ, սող, բուսայուղ, կանաչի, այդպես, սիրուն աղցան։ Շնորհակալ եմ ձեզ վիդեոն մինչև վերջ դիտելու, բաժանորդագրությունների համար։ Սիրելիներս, եղեք առողջ և երջանիկ, կհանդիպենք հաջորդ վլոգներում։